Սերգեյ Փարաջանովը համարձակ էր։ Նա չվախեցավ քննադատել խորհրդային կինոն ու իշխանություններին ու դրա համար վճարեց բարձր գին։ Նրան գույնը ֆիլմից հետո նրա բոլոր նախագծերը մերժվեցին։ 1973-ին նրան ձերբակալեցին, իսկ 1974-ին դատապարտեցին 5 տարվա ազատազրկման Ուկրաինայում։ Նրան ժամանակավորապես լռեցրին, բայց չկարողացան կոտրել։ Գորբաչովյան բարեփոխումներից հետո Փարաջանովն առաջին անգամ հատեց երկաթե վարագույրը։ Նա մասնակցեց Ռոտերդամի միջազգային կինոփառատոնին, որտեղ Սուրամի ամրոցի լեգենդը ստացավ լավագույն նորարարական ֆիլմի մրցանակը։ Այսօր Փարաջանովը ոգեշնչում է արվեստագետների, դիզայներների ու նորարարների ամբողջ աշխարհում։ Նրա գույներով, խորհրդանիշներով ու ազատությամբ լի աշխարհը չի տեղավորվում ոչ մի սահմանում։ Նրա ստեղծագործությունները վերականգնվում են 4 սկավորակով։ Նրա անունով ստեղծվում են նորաձևության հավաքածուներ։